Շուրջ 6 ամիս ունի Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կողմնորոշվելու համար։ Դեկտեմբերին ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում առանցքայինը Հայաստանի ճակատագրի հարցն է լինելու։ Երկու աթոռին նստած մնալու քաղաքական վարքագիծը չի ներվում եւ ընդհանրապես հստակ դիրքորոշում են տրվել, որ պետք է կողմնորոշվեք։ Մայիսի 29-ին Ղազախստանում այդ երկրի, նաև Բելարուսի, Ղրղստանի եւ Ռուսաստանի նախագահները հայտարարել էին Հայաստանը լավ կանի սեղմ ժամկետներում հանրաքվե է անցկացնի, պարզելու ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ Եվրամիություն։ Քաղաքական որպես գործիք կամ իրավական գործիք անգամ նրանք չունեն այս պահին Հայաստանի Հանրապետությանը որպես անդամ երկիր վերպետական այդ կառույցից դուրս թողնելու համար, հետևաբար նման դեպքերում ավելի շատ քաղաքական ճնշումներ են բանեցնում, որպեսզի միակողմանի ցանկության եւ միակողմանի դիմումի հիման վրա երկիրը դուրս գա այդ կառույցից։ Что касается Европейского Союза, конечно же. Եվ քանի որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա, միջազգայնագետի բնութագրմամբ իրեն հատուկ շուստրիությամբ փորձում է ինչ-ինչ խաղաքարտեր ձեռք բերել դեկտեմբերյան գագաթնաժողովից առաջ։ Դրանք քաղաքական հաշվեհարդարների, շանտաժների, ռեպրեսիաների եւ կոմպրոմատների լեզվով քաղաքական վարքագիծն է, որը որ այս պահին ավելի հեռու գնացնող է։ Կարապետյանը նկատում է Փաշինյանը քաղաքական ռեպրեսիաներ է սկսել այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք վերջին ընտրությունների ժամանակ խոսում էին հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելու մասին։ Այս կերպ ըստ միջազգայնագետի Հայաստանի վարչապետն ուզում է Կրեմլին ցույց տալ, որ ինքն է իրավիճակի տերը։ Ցույց այն երկրների, որոնք որ հիմա իր առաջ դրել են հստակ սցենար դեկտեմբերին դուրս գալու մասով։ Այս քաղաքական հնարքները հեշտ չեն անցնելու, համոզված է Կարապետյանը։ Նրա խոսքով Մոսկվան արդեն լուրջ կասկածներ ունի Փաշինյանի լեգիտիմության հետ կապված ու պատահական չէ, որ Պուտինն այդպես էլ չշնորհավորեց Փաշինյանին ընտրություններում հաղթելու առիթով։ Նվազ լեգիտիմության, բայց լեգիտիմության դեմոնստրացիա է ցուցադրում ռուսական կողմին հատկապես։ Քաչ գիտակցում է, որ իրեն ուրեմն հռչակելով ժողովրդավարական բաստիոնի ղեկավար բացարձակ լեգիտիմ ընտրություններ չի կատարել, այլ ընդհակառակը հիմա տեսնում ենք ավտոկրատիա, տեսնում ենք դիկտատուրա, տեսնում ենք, որ ինչպիսի քաղաքական ռեպրեսիաներ ու հաշվեհարդարներ է տեսնում քաղաքական լիդերների հանդեպ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանի պնդմամբ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հուլիսի 6-ին հրահանգեց ուժայիններին ներխուժել Գագիկ Ծառուկյանի տուն։ Այդ ամենը, ըստ երևույթի քեյս պետք է հանդիսանար բանակցային Միշուստինի հետ։ Նույն օրը Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործողությունների, այսինքն տանխուզարկության այն լկտի ուղակի տեսարանը, երբ որ իրեն փորձում են գետնին տապալել։ Արման Աբովյանի խոսքով Փաշինյանն ու իր թիմը չեն հասկանում, որ ընդդիմադիր լիդերների նկատմամբ քինախնդիր մոտեցումները միջպետական հարաբերությունների վրա չեն կարող ազդել։ Ես համոզված եմ, որ իրանք չեն հասկանում խորությունը աշխարհակաղակական հարաբերությունների, միջպետական հարաբերությունների, այնինչ իրենք նախատեսում են, այսինքն Ծառուկյանի քեյսը բանակցային, գործընթաց դարձին, կա հակառակ էֆեկտ ունեցավ։ Որքան էլ Փաշինյանն ուժգնացնի ռեպրեսիաները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, դա չի փրկելու նրան ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև ընտրություն կատարելու վերջնագրից, ասում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Երկընտրանքի առաջ է իհարկե գործող իշխանությունները։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։